Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Ներկայումս Ադրբեջանը բնական գազ է արտահանում 12 երկիրներ, իսկ մեր բաժանորդների աշխարհագրական դիրքը ընդգրկում է եվրասիական տարածքը։ Այս մասին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Կորտանա Սիլյանովսկա Դավկովայի հետ մամուլի համար հայտարարության մեջ։ Ընդգծելով, որ 12 երկիրներից 10-ը եվրոպական են, պետության ղեկավարը ասել է, անցյալ տարի Ադրբեջանը 25 միլիարդ խորանարդ մետր գազ է արտահանել արտաքին շուկաներ։ Իհարկե, մենք դրանից շատ ավելին ենք արտադրում, նշելով, որ Եվրոպան ադրբեջանական գազի կարիք ունի։ Իլհամ Ալիևը ասել է, որ դրա վարտերսևորումն է հանդիսանում մոտ 3 տարի առաջ Բաքվում ստորագրված Ադրբեջանի Հանրապետության եւ Եվրամիության միջև էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Այսօր ադրբեջանական գազը ապահովում է եվրոպական շատ երկիրների էներգետիկ անվտանգությունը։ Մենք միշտ շատ ուշադրությամբ ենք վերաբերվել Եվրոպայում մեր գործընկերների խնդրանքներին, այսինքն էներգետիկ ոլորտում երկկողմ համագործակցությունը մեզ համար շատ կարևոր է։ Եվ ես հուսով եմ, որ այս գործնական համագործակցությունը կբերի փոխգործակցության նաև այլ ոլորտներում, նշել է պետության ղեկավարը։ Հայաստանը դերևս տարածքային պահանջներ է պահպանում Ադրբեջանի նկատմամբ։ Երկրում կան ռևանշիստական տրամադրություններ։ Այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի եւ Երևանի միջև տևական խաղաղության հաստատման ճանապարհին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովը Աստանայում իր ղազախ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Ղազախստանին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ տրամադրելու համար։ Նրա խոսքով այս ժեստը ցույց է տալիս, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Բաքվի եւ Երևանի միջև խաղաղ գործընթացին։ Արդեն երկար ճանապարհ է անցել միջպետական հարաբերությունների կարգավորման եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում։ Չնայած դրան, կայուն խաղաղության ճանապարհին դեռ շատ խոչընդոտներ են մնում։ Դրանցից գլխավորը Հայաստանի սահմանադրության մեջ մնացած տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ։ Այս երկրի արագ ռազմականացումը, ռևանշիստական տրամադրությունների աճը, ասել է նա։ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիկմեթ Հաջիևը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարար Վերնոն Քոուքերի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը։ Շնորհակալություն նախարար Վերնոն Քոուքերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևի Մեծ Բրիտանիայում ջերմ ընդունելության համար, գրել է դեսպանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշեն է շնորհել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Ռուսաստանի ղեկավարի հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պարգևատրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ծառայությունների համար։ Նշենք, որ Սահիբա Գաֆարովան Ադրբեջանի խորհրդարանը ղեկավարում է 2020 թվականից, իսկ 2024 թվականի սեպտեմբերին վերընտրվել է այս պաշտոնում։ Նախկինում եղել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ։ Շարունակվել է Հայաստանի քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լյովա Մնացականյանի եւ այլոց գործով դատավարությունը, ովքեր մեղադրվում են խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչությունը ֆինանսավորելու եւ այլ հանցագործությունների մեջ։ Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև փաստաբաններ։ Նիստում Արկադի Ղուկասյանը պատասխանել է պետական մեղադրող դատախազների հարցերին։ Նա ընդգծել է, որ դատապարտում է անօրինական գործողությունները։ Կնոջ երեխայի կամ տարեց մարդու սպանողին չի կարելի մարդանվանել, եւ դա ազգության մասին չէ։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին։
Իգդիր Նախճիվան գազատարի շնորհիվ Նախճիվանի բնական գազի պահանջարկը ամբողջությամբ կբավարարվի առնվազն 30 տարի։ Ինչպես հաղորդում է TRT Haber-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։ Բացի այդ, ես եւ եղբայրս Իլհամ Ալիևը քննարկել ենք շատ կարևոր հարցեր, հատկապես Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները։ Նախարարների կաբինետի նիստից հետո լրագրողներին ասել է Էրդողանը։ Նշենք, որ մարտի 5-ին Անկարայում տեսակապի միջոցով կայացել է Իգդիր Նախճիվան գազատարի բացման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ապագայում խողովակաշարը, որի առավելագույն հզորությունը այսօր 730 միլիոն խորանարդ մետր է, կարող է ընդլայնվել։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշորոնի թերակղզում սպասում է փոփոխական ապամություն առանց ձեղումների եղանակ, կդիտվի մառախող, քամին հարավ-արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 3-6 աստիճան տաքություն, ցերեկը 10-15 աստիճան։ Ադրբեջանի մարզերում սպասում է հիմնականում առանց ձեղումների եղանակ, առանձին վայրերում կդիտվի մառախող։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 3-7 աստիճան տաքություն, ցերեկը 17-22 աստիճան։ Լեռներում գիշերը 3 աստիճան ցրտից մինչև 2 աստիճան տաքություն, ցերեկը 8-13 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասում է 7-10, Աղդամում, Ֆիզուլիում 8-12 աստիճան, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 5-8, Իսլաչինում եւ Քելբաջարում 4-10 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանում կրքերը գնալով թեժանում են։ Տարբեր պատճառներով մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։ Արդեն տևական ժամանակ է բողոքի ակցիան իրականացնում տնտեսավարողները։ Նրանք կրկին հավաքվել են կառավարության շենքի դիմաց, ովքեր պայքարում են հարկերի բարձրացման դեմ։ Լրագրողների զրույցում նրանք մասնավորապես ասացին. Մեր պահանջը վերանային օրենքը, առաջին հերթին կասեցնեն եւ փուլ առ փուլ քննարկել։ Բոլոր բնակավարները այնպիսի դաշտ ստեղծեն, որ գործատունել սիրով վճարի այդ հարկը, չսպասի որ իրան գանտու գանեն, սիրով վճարի եւ ավելի հաճույքով մենք վճարենք, քան մեզ պարտադրենք։ Պետք է ստեղծեն այդպիսի դաշտ, որ բոլորս էլ հաճույքով աշխատենք, ծաղկենք ու ոչ թե մտածենք, բայ այսօր հարկային եկա։ Մեր ամբողջ ժամանակը մենք տրամադրում ենք հարկայինին, բնականաբար ծաղկելու տեղեր չկա երկրում։ Ամեն պայմաններ ստեղծում են, որ մեզ վնասեն, բայց մենք փորձում ենք դեռ գոյատևել, աշխատել, ապրել։ Որ նայեք բանկերով էլ կարող եք նայել, ասենք ածները ինչքան վարկեր ունեն, որ նենց նայեք կտեսնեք էլ օրեկան քանի ածե է բացվում, բնականաբար դեպորտների տակ եղած հայեր կան դրսից գալիս են, սկսում են նոր բացվել, չիմանալով, մտածելով։ Դա բնական է, փորձում են կայանալ Հայաստանում։ Հիմա դուք նայեք ինչ է կատարվում։ Ժողովուրդը չի հասկացել ու ես հասկանում, որտեղ իրանց բացատրություն տվող չկա։ Հիմնականը տարիքով մարդիկ են, որը նրանք ասում են չի կարող պատահել մեր պետությունը մեր դեմ այդպիսի բան անել։ Բայց դուք ես ասում եմ, ես մի քիչ էլ դուք ինչպես գիտեք կանխատեսումներ անում եմ, կանխատեսումները լինում են 100%-ով ու մեր բոլոր գործ Բայց առատեսից մի քիչ ավելի լավ եմ, այտենց ասեմ ես իմ ասածները դուք եթե մտնեք Գագիկ Ալավերդյան Facebook, ես ինչ ասում եմ 100%-ով լինում է։ Հիմա ես ասում եմ, որ ես մեր բոլոր հայ ժողովրդին, դուք մի նայեք, ես ձեզ ասում եմ, ու բոլորը պետքա տուգանվեք, որպեսզի մեր բյուջեն բունի։ Երկրորդ ձև դուք չունեք, եթե այս օրենք էլ հատուկ ձեր համար է։ Իմ շոր կոշիկ դամաշնիկ, շատ փոքր բիզնես է, որը ապագա արդեն չունի, որտեղ վայբերիսները դուք ինչպես գիտեք, արդեն մտել են մեր գրպանն էլ, մեր տունն էլ, արդեն ինչ կա մենք առօր բացարձակապես չեն կարում, որովհետև սա վայբերիսները չեմ ումա դա դրանք որ դուք կանխատեսումներ եք անում, բայց առատեսից էլ ավելի լավ։ Այո, ասեք դե ինչ պիտի լինի երկրի վիճակը։
Երկրի վիճակը եթե ժողովուրդը հավաքվի, շատ լավ կլինի։ Հայաստանին պետք է լինի գիտական հեղափոխություն։ Ես 15 թվականի, 16 թվականի միտինգներին ես ասել եմ, որ Հայաստանում եթե չկատարվի գիտական հեղափոխություն, Հայաստանը կկործանվի։ Դուք ինչպես գիտեք, Հայաստանը կործանվավ։ Ակցիայի մասնակիցների խոսքերից պարզ է դառնում, որ երկրի քաղաքացիները ծանր ու աղետալի օրեր են ապրում։ Մարդիկ անդադար բողոքում են գործազրկությունից, գների օրեցօր թանկացումներից, թոշակի եւ աշխատավարձի չափի չնչինությունից։ Օրեցօր աճում է աղքատների ու չքավորների թիվը։ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի բնակչության մոտ 50%-ը ապրում է աղքատության շեմից ցածր։ Ամեն ինչից հոգնած ու հուսատված մարդիկ մի կտոր հացի փող վաստակելու, ընտանիքի հոգսերը հոգալու համար հազարավոր հայերի պես բռնում են արտագաղթի ճանապարհը։ 102.7 FM